Էտել են սուտ ասում, որ բանա ինչ-որ լուծարվելու էր, էսերեն էր բան, որովհետև բացի էս արձանագրումից, նաև ասվում էր, որ նաև միջպետական, միջկառավարական համաձայնագրով կմասնավորեցվեն, будут детализированы, ուրեմն բոլոր լիազորությունները, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ունեցել է։ Մյուս կետը, որը ուղղակի ապշեցուցիչ է, Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը ապահովելու էր մի քանի երաշխիքներով։ Մեկը Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ուժիչ կիրառման պարտավորությամբ, սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև Ադրբեջանը թղթի վրա ստորագրությունը դնելով հրաժարվելու էր ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի այդ լիազորությունից իր տարածքում ռազմական գործողություն անցկացնելուց, որը այսենց Ադրբեջանը միշտ մեջ բերում էր եւ դրա մասին էր խոսում եւ այլն, սրանից հրաժարվելու էր։ Ադրբեջանը ընդունել էր, որ ինքը իրավունք չունի Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական որևէ գործողություն կատարել։ Բայց սա քիչ է, ավելի ապշեցուցիչ բաներ կան։ Ուրեմն Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը էին ճանաչվում եւ դառնում Հայաստանը։ Տենց էլ գրած է, հաշվի առնելով Հայաստանի հատուկ կապերը Լեռնային Ղարաբաղի հետ։ Այսինքն Հայաստանը ստանում էր միջազգայինորեն ճանաչված լիարժեք իրավունք միջամտելու հակամարտության մեջ, եթե հանկարծակի Ադրբեջանը խախտեր իր պարտավորությունները։ Բայց սա էլ քիչ է։ Խաղարար ուժերը մենք արդեն հասկացանք միջազգային, բայց երաշխավոր էին նաև դառնում այս անվտանգության համանախագահ երկրները, այսինքն Ամերիկան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, ինչպես նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը դառնում էին Լեռնային Ղարաբաղի, ոչ թե համաձայնագրի, այլ Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր։